Հայկական 3 Արարատ, Արագած ու Արայի լեռների միջակայքում Աղցք գյուղում դարեր շարունակ կողք կողքի ամփոփվել են հայոց քրիստոնյա եւ հեթանոս արքաների աճյունները։ Մինչև այստեղ վերահուղարկավորվել է, դրանք հանգչում էին բարձր հայքի Անիկամախ ամրոցում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ Պարսից շապույ երկրորդ արքան 4-րդ դարում գրավելով Անիկամախը փորձել է այնտեղ թաղված հայ Արշակունի եւ Արտաշեսյան արքաների աճյունները տեղափոխել Պարսկաստան։ Պարսիկները հավատում էին, որ մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխեն նաեւ հայոց փառքն ու հայ մարտիկների քաջությունը։ Քանդում են գերեզմանները, հանում են արքաների աճյունները եւ փորձում են տեղափոխել Պարսկաստան։ Հայոց այրուձին Վասակ Մամիկոնյանի հրամանատարությամբ հասնում է Պարսկական զորքին, գիշերային անակնկալ հարձակումով սրաղողող են անում բոլոր պարսիկներին, հետ են խլում գերիներին եւ հայոց արքաների աճյուններին։ Խորենացին պատմում է, որ արքաների մասունքները հետ բերելուց հետո խորհուրդ է գումարվում։ Որոշում են, որ քանի որ հայոց հեթանոս եւ քրիստոնյա արքաների ոսկորները խառնված են, ապա նպատակահարմար չէ թաղել սրբերի հանգրվան Սուրբ Էջմիածնում եւ ահա այդ դամբարանը կառուցվում է Աղցքում։ Արքաներին վերահուղարկավորում են Աղցից վանքի հարևանությամբ, վայրն էլ պատահական չէր ընտրված։ Վերին եւ ներքին նավեր դամբարանադաշտերում մենք բացահայտեցինք բրոնզեդարյան արքաների ոսկորներ, դամբարաններ, ավելի ճիշտ շքեղ թաղման ծեսով, հնդեվրոպական, հին արիական ծեսով կատարված թաղումներ եւ այդ ցույց է տալիս, որ այս տարածքը եղել է սակրալ մի վայր, որտեղ հնուց անտի կատարել են արքաների թաղումները։ Աղցքի հայոց արքաների դամբարանադաշտում առաջին անգամ պեղումներ կատարվեցին 1974 թվականին։ Նախկինում ուսումնասիրել էին տարածքը, բայց ոչ ավելին։ Պեղումները սկսվել են 1974 թվականին եւ այն ժամանակ լրիվ երիտասարդ հնագետ ես եմ ղեկավարել այս աշխատանքները։ Հաջորդ ավելի լայնամասշտաբ պեղումները սկսեցին ավելի քան 30 տարի անց, 2015 թվականին։ 2015 թվականից սկսվեցին պեղումները, որոնք շարունակում են այսօր։ Փաստորեն ամեն տարի 6-7 ամիս արշավախումբը անընդհատ աշխատելով հասել է այս արդյունքներին, որ դուք տեսնում եք։ Պեղումների ընթացքում հնագետները հողից հանեցին անտիպ ու անտիկ շատ գտածոներ։ Այստեղ մենք արդեն հայտնաբերել ենք խարամ, որի հետազոտությունը կարող է պարզել, թե ինչ են հատկապես թրծել այս վառարանի մեջ։ Գուցե եւ ջնարակած կավանոտներ են թրծել, եւ հասարակ խեցեղեն, եւ այլ զարդեր։ Ամենակարևորները, սակայն, դեռևս գտնված չէին։ Ամենից կարևորը, ամենից բացառիկը եւ ուշագրավը եկեղեցու ինտերիերում, եկեղեցու ներսում, խորանի առջև անմիջապես սալահատակի տակ հատուկ փորված ժառի մեջ փորված խորշերում դրված 3 քարե սնդուկներն էին, որոնք հերմետիկ ծածկված էին կափարիչներով, եւ սրանց մեջ հայտնաբերվեցին մարդկային մասունքներ։ Այստեղ փաստորեն պատմությունը իր հավաստումը գտավ։ Իհարկե կար տեսակետ, որ գուցե եւ սրանք հեթանոսական շրջանի ուրեմն սարկոֆագներ են, բայց հայտնաբերված խաչի պատկերը, որտեղ մենք հստակ տեսնում ենք խաչը իր ոտքով, ցույց է տալիս, որ սա փաստորեն քրիստոնեական կնիկ է եւ այս արարողությունը տեղի ունեցել 359-364 թվականներին, երբ Հայաստանը արդեն քրիստոնեական երկիր էր, եւ դրա համար կնքել են մինչև որ ըստ պատկերացումների տեղի կունենա Քրիստոսի երկրորդ գալուստը։ Մարդաբանի ներկայությամբ բացված սնդուկներում հայտնաբերվեցին տղամարդկանց, կանանց ու երեխաների ոսկորներ, որոշների վրա կային դիակիզման հետքեր։ Ըստ հնդեվրոպական, հին արիական ծեսի պետք է որ ծիրանակիր անձանց դիակիզեին մաքրուր պահելու նրանց աղտոտումներից։